29 տարի առաջ այս օրերին անհավատների դեմ պատերազմի ֆաշիստական կոչերից բորբոքված, բեռնատարներից անվճար բաժանվող սպիրտային խմիչքներից տաքացած, թմրանյութերից մոլեգնած ջարդարարները համոզված լինելով իրենց անպատժելիության մեջ սկսեցին հայերի զանգվածային ջարդերը։ Լենինի պողոտայում, որտեղ ես բնակվում էի, մեծ խարույկ էին վառել եւ հայ երեխաներին ու երիտասարդ աղջիկներին մահակներով հրում էին կրակի մեջ։ Մայրն ու տատը Էրզրումից եւ Անիից փախստականներ էին, որոնք խույս էին տվել թուրքական ջարդերից։ Սվետլանային նույն բախտն էր վիճակված, այս անգամ արդեն Ադրբեջանում։ Ընկերուհիս իր անկողն ու տակ թաքցնում էր հայերին, ադրբեջանցիները կտրեցին նրա մատը։ Նախկին Կիրովաբադցի Ա.Դ. Մկրտիչյանի խոսքով ջարդերին աջակցում էին իրավապահները, կոմունալ ծառայության աշխատողները, որոնք տրամադրել էին հայերի հասցեները։ Շտապօգնության բժիշկներն էլ հայերի մահը վերագրում էին սրտին օպային։ Երբ ջարդերը սկսվեցին, զանգահարեցին եւ ասացին, որ կգան ու կմորթեն մեր երեխաներին։ Մենք ամեն ինչ թողնելով փախանք հայկական եկեղեցի։ Միակ փրկողակն այդ պահին մեր եկեղեցին էր։ Օդանավակայանում նրանցից խլել էին անձնագրերը, տան փաստաթղթերը եւ արժեքավոր իրերը։ Ադայի ընտանիքը տանկով փախել է Վրաստան, որտեղից էլ գնացքով մեկնել Կրասնոդար։ Հայաստան գնալ չէին կարող, ավերիչ երկրաշարժի հետևանքով երկրում ծանր դրություն էր։ Մեր շիրմաքարերն ենք թողել այնտեղ։ Նրանք ամեն ինչ ավերեցին, ամեն ինչ խլեցին մեզանից։ Սումգայիթյան ջարդերին զոհ գնացածների հիշատակը այսօր հարգեցին Մոսկվայի հայկական թևի ներկայացուցիչները, ծաղիկներ խոնարելով Մոսկվայում հայ առաքելական եկեղեցու բակում։ Ադրբեջանական իշխանության քարոզչական հնարքներն ուղղված են կոծկելու Սումգայիթի ու մյուս քաղաքների հայերի ջարդերը, խոջալույական կեղծ սցենարի ներմուծմամբ, ասում է Մոսկվայում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը։ Բոլոր նահատակների վրա կանգնեցված հպարտ հուշարձանը այսօր հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է։ Արցախի անկախություն, անկախ պետությունը։ Ոճրագործության կազմակերպիչներն ու իրականացնողները հարևան հանրապետությունում հերոսացվում են։ Նախորդ դարի ջարդարարների ու մարդասպանների օրինակով Ադրբեջանում սերունդներ են մեծանում։ Մերի Եգորյան, Արտակ Ղևոնդյան, օրակարգ Մոսկվա։